Ջերուսման ամբողջ համակարգը մեկ կաթսայի գնով կաթսան ձեզանից, մնացածը մեզանից։ Ընտրեք Maverick կամ Navi ընկերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Վճարեք միայն կաթսայի համար եւ ստացեք ամբողջ ջերուսման համակարգը նույն գնով։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 29 տարի դեպի կատարելություն։ Բարև ձեզ, առաջին լրատվականը շարունակում է իր աշխատանքը եւ ուղիղ եթերում նյուանսներն են։ Այսօր կքննարկենք նյուանսներ, թե ինչ պատասխանատվություն ունեն մեծ լսարան ունեցող ինֆլուենսերները, բլոգերները իրենց լսարանի առջև ամենատարբեր հայտարարություններ, մտքեր եւ գաղափարներ գեներացնելու առումով։ Օրերս գրեթե 3 սոցիալական մեդիաները պայթեցին վերջին իրադարձությունով, երբ հայտնի բլոգերներից, ինֆլուենսերներից մեկը կոչ արեց եւ իր լսարանին կոչ արեց հրաժարվել Yandex ծառայության, այսպես ասած, հնդիկների օգտագործումից, հնդիկների աշխատուժի օգտագործումից, նշելով, որ շատ դժգոհ է իրենց թե աշխատանքից եւ առասարակ, որ զբաղեցնում են հայկական այդ սեգմենտի, բիզնես սեգմենտի մի տիրույթը։ Այս թեմայի շուրջ ավելի մանրամասն կզրուցեմ դերասան Սերգեյ Դանիելյանի հետ։ Ողջույն Սերգեյ, շնորհակալություն, որ հրավերը ընդունեցիր։ Դու եւս լսարան ունես, դու եւս ապրում ես Միացյալ Նահանգներում, գնում գալիս ես, այսպես ասած, գիտես լսարանի հետ շփվել, ինչ պատասխանատվություն պետք է ունենա, որովհետեւ հետո մենք տեսանք ալիք բարձրացավ, տարատեսակ բլոգերներ սկսեցին խոսել այն մասին, որ կարծիք ձևավորողներ, մարդիկ սկսեցին խոսել այն մասին, որ սա մաքուր ռասիզմի դրսևորում է։ Ու հետագայում հետաքրքիր էր նաև հանրության արձագանքը, թե հանրությունը ինչպես արձագանքեց։ Ես կուզեի քո տեսակետը լսել այս ամենի վերաբերյալ։ Ամենահետաքրքիրը, որ դա Հայաստանում է տեղի ունենում, մի ժողովուրդ, որը որ երևի դեռ երկիր չկա, որ սփյուռք չունենա, եւ ինչ վերաբերում է Հնդկաստանին 1700 թվից, եթե չեմ սխալվում, միգուցե 1600 թվից այդտեղ կա հայկական սփյուռք եւ մեր ուժեղ սփյուռքերից է եւ ես չեմ լսել, որ Հնդկաստանում մենք ունենք խնդիրներ, ասենք այդ առումով։ Իրենց ռասիզմի տարբեր տեսակներ կա երբ որ դու այսպես ագրեսիվ ռասիստ ես, ասենք ուզում ես ոչնչացնել ինչ-որ մեկին, այդ ուրիշ գույնի մարդկանց կամ ուրիշ աչքերով մարդկանց կամ ուրիշ կրոնի մարդկանց ներես իրաց իսկ կա անգրագիտությունից։ Ես կարծում եմ տվել դեպքում այդ բլոգերի մասին չգիտեմ, դա երևի թե այնքան էլ տարածված չի։ Միացյալ Նահանգներում է ապրում, քարոզում առողջ ապրելակերպ, կոսմետիկայի բրենդ ունի, Աստված իր հետ։ Ես ինձ ավելի է մտահոգում անգրագիտության ռասիզմը, որովհետև մենք հաճախ չենք հասկանում, որ մենք ռասիստի նման ենք վերաբերվում։ Ասենք ես հիշում եմ մի քանի տարի առաջ միած սև ընտանիք մտավ խանութ։ Մենակ աժիոտաժը տեսներ, վայ, էս ինչ երեխու հետ էր։ Վայ, էս ինչ լավն է, էս ինչ բանի ջան, ինչ սև է, վայ, elə տեսել է բանը։ Սկսեցին դες միանգամից բան անել, այդ մարդու հետ մտնել կոնտակտի, սրանք վախեցան, ես նայում եմ բան, խոսում ռուսերեն են խոսում հետները, իրանց թվում է թե օտարազգապտի ռուսերեն խոսա, ես մարդը ասում, we don't get it, չենք հասկանում ասում, ինքերից շարունակում է խոսել, հետո ասես, վայ, նայ թատիկները կարմիր է այս երեխու բանը, դեբիլի նման ասենք, տենց, եւ ընկերս սաստեց, ասես, դուք ռասիստ եք, դուք ինչ եք անում, վայ, չէ, մենք շատ լավ ենք վերաբերվում, մենք բարի ենք, մենք ուղղակի լավ երեխա է, ուզում ենք պոնչիկ անենք, այս անենք, նա ասել է ինչ պոնչիկ արա, հա Այսինքն անգրագիտությունից ելնելով ռասիզմը դա էլ։ Մենք չենք տեսել ուրիշ տեսակի մարդիկ, սովետի մարդիկ մեծ մասը։ Բայց ինչ վերաբերում է այդ բլոգերին, զարմանալի է, որտեղ ասենք Ամերիկայում ապրում, բոլոր գույների, որակների մարդիկ կան։ Հետաքրքիր է, որ ասենք տենց դրսևորվում է իր մոտ այդ ռասիզմը։ Կոնկրետ թե հանդիկներին վերջից երբեք չեմ տեսել իրանցից վնաս, հա։ Մենք գիտենք, որ տարբեր կաստանների հնդիկներ կան, նրանք երևի թե ամենաբարձրը չեն,
Բոլիվուդի հնդիկները չեն։ Բայց այն պարկեշտությունը, որ իրանք ունեն, երևի մեծ ասենք այս էմիգրանտներից ոչ պետք չուն։ Խոսքը նաև նրա մասին էր, որ շատ վատ աշխատանքային պայմաններ են իրենց համար ստեղծված, բացեք եւս մեկ այլ շերտ բարձրացվեց այս առումով, խոսվում էր այն մասին, որ Հայաստանում աղքատությունը 40% է, դիկիններ այսպիսի թվեր հրապարակել ու այդ մարդիկ հնդիկները գալիս են զբաղեցնում են աշխատաշուկան մեր եթե ընկերությունները ավելի բարձր գումար վճարեն, մեր տեղացիները կաշխատեն ու գործազրկություն չի լինի։ Մի հատ լավ բառ ասում է, սուրբ տեղը դատարկ չի մնում։ Մեզ մոտ այդ տեղը դատարկ էր։ Դրա համար էլ եկան այլ ազգիներ եւ այդ տեղը գրավեցին։ Ես ինչ իմանամ, որովհետեւ մեզ ոսկեղենիկ հայերենով ասած պալոշ չի, ասենք, դելիվրա բանանել, հա, այդ առաքումով զբաղվել։ Եվ զբաղվում են հնդիկները, ովքեր որ եկել են, զբաղվում են շատ լավ, նորմալ, ասենք ոչ մի խնդիր չունեն, ամբողջ օր 24 ժամ աշխատում են, տեսնում ես այս մարդիկ։ Խնդիրը նշում են, որ հիգիենայի խնդիր ունեն, վրաներից հոտ է գալիս, անհայերեն չեն խոսում, քաղաքը չեն ճանաչում, շենքերը չեն գտնում, այս բոլորը մի այդ ռասիզմի սոուսի մեջ այս ամեն ինչը եփվեց։ Շատ հաճախ մենք էլ չենք ճանաչում մեր քաղաքը, այդտենց հոտ գալը ես խորհուրդ եմ տալի մի օր նստեք տրանսպորտ եւ տեսնեք մեր հայրենակիցներից ինչ հոտ է գալիս, այդպես եւ ուրիշ ասենք հիգիենայի մասին խոսելը մարդը ասենք նստած է ամբողջ օրը այդ մեկ բանի վրա, այդ հեծանի վրա կամ չգիտեմ այդ ինչա, ասենք եւ աշխատում է ինչ իսկ այդ որ բան որն է որ 24 ժամ աշխատում է վրայից Քրիստիան Դիորի հոտ է գալի տենց մարդ տեսել եք դուք ես էլ այդ սաղուր աշխատում որ գյուղից եկա ես բերեցի հա դու բերեցի ասենք առավոտ ֆանցիրի գուն աշխատում էի նենց չի որ ես գեղեցիկ բուրում էի հա դրա համար հիմար խոսակցություն է գիտեք մեր այդ վերևից նայելու այդ բանը ասենց ուրիշ ազգերին բան մենք մի անգամ քետներս տրորվեց լավ ինչքան կարա ասենք Աստված ուղարկի փոցխ եւ այդ փոցխի վրա դու կանգնեք խփի այդ փոցխը երեսներիդ ու դու էլի նույն փոցխի վրա կանգնես ապրում ես Լոս Անջելեսում էմիգրանտների երկիր է ինչ ջուրի մարդ ասես չկա հա եւ այդ սովետը նստած ամեջներս Սովետի ժամանակ էր տենց, մենք ասում եմ, ես սևերին ասում էին նեգր, հա, ու դա նորմալ էր, նեգր էր ասում, չի հասկանում դա ասենք հայոյանք իրանց համար, հա, որ միշտ վերևից են, ռուսներն են տենց, հա, ասենք այդ սովետական Բայց մենք այդ խնդիրը ունենք, Ռուսաստանում մեզ ասում են խաչիկի, մեզ ավելի վատ բան են ասում, մի անգամից հիշում են գոտկատեղից ներքև մեր մասը, որը սև գույնի եւ մազոտ, չգիտեմ ով համեմատ է, ասենք տեսեում ոնց հա, բայց նա ասում են այդպես եւ Բայց մենք բողոքում ենք դրանից, մենք բողոքում ենք այդ դիսկրիմինացիոն Հենց երբ որ հայն է բողոքում, որը որ այդքան սփյուռք ունի եւ այդքան տարբեր երկրներում եւ ում որ Մոսկվայում, ասենք, յուրաքանչյուր քայլին կարող են նվաստացնել, հա, այդպես զարմանում ես եւ գիտես այդ մեծամտությունը, ես մի անգամ հիշում եմ նստած էի аэроպորտում արտագնա աշխատանքների մեկնող ինչ-որ մի խումբ էր նստած սպարտիվ կեքով, բանով, եղվարդի բոթասներով տենց տղաներ էին, հա, ու մի հատ մարդ եկավ սպիտակ գույնի, այսպես ասած, հա, դիպլոմատը ձեռը, նա բագաժել չուներ, ըստ երևույթի բիզնես կլաս էր նստում, մենակ այդ տղեկի հրճվանքը նայեիր, արա այսովա բան, հի, ապուշի նման ծիծաղել, բա լավ այդ մարդը չհասկացա, որ իրան վերաբերվում դա, բայց ուրիշ տեսակի մարդ տեսնելը մեզ համար բանա բերում է մի անգամից ինչ-որ տենց կամ ագրեսիա, կամ ծիծաղ, կամ մանկամիտ ինչ-որ տենց հետաքրքրություն, հա, ասենք երեխեն կարա, 3 տարեկան երեխեն կարա տենց գա, ասենք մտնի քո պայուսակի մեջ, բան, չի հասկանում, կամ մտնի ուրիշի տուն դարակը բացի, բան, հետարկացել ընդամենը, նույն ձևել մենք, ուրիշ մարդ ենք տեսնում, ուզում ենք անգամից տեսնա ձեռ տան բամը, բայց դա բնորոշ է շատ
ցածր ինտելեկտ ունեցող մարդկանց, որովհետև եթե անգամ ինչ-որ մեկը քեզ հետաքրել է, դու պետք է մի քիչ քեզ հավաք պահես։ Ես հիշում եմ էլի հնդկացի հնդիկ փիլիսոփա Վիվեկանանդայի խոսքը, որը որ առաջի անգամ որ գնացել էր Հարվարդում դաս տալու, դե իրենք հատուկ շոր ունեն, չէ՞։ Եվ ուսանողները տենց կապիկի նման ուրախացել էին, որ վայ էսով է բան, հետո մի երկու լեկցիա հետո շատ ամաչեցին, որտեղ Վիվեկանանդան դա շատ ասենք լուրջ փիլիսոփա է, լուրջ յոգա, հա, եւ յուրաքանչյուր եվրոպական, ասենք, լուրջ փիլիսոփաները ում որ մենք գիտենք, մտավորականները, իրանից 1000 անգամ ավելի բարձր։ Ուղղակի իրանց շորը տենց է, այդքան բան։ Եւ նա հետո ասում է, որ ես գիտեմ, որ դուք սկզբից զարմացել եք, ուրախացել եք, տենց պեչելու բաղերն եք թռել զարմանքից, բայց ես այդ գիրքը, որ դուք հիմա կարդում եք, դա ես եմ գրել եւ աշխարհում շատ ճանաչված մարդ եմ։ Հետաքրքիր է, որ քանի որ Ռուսաստանից նաև խոսեցինք, ես վերջերս էի դեպ իմացել, որ Ռուսաստանում կա հատուկ այսպիսի հավելված միգրանտների համար, ամինա, որ երբ դու արդեն ոտք ես դնում Ռուսաստան, ցանկացած միգրանտ պարտավոր է այդ հեռախոսի մեջ անպայման ներբեռնել այդ ամինա հավելվածը, որը ցույց է տալի իր գեոլոկացիան, գտնվելու վայրը, այսպես ասած վսկապի նման մի բան է, որ դնում են ժամանակին, որպեսզի չփախչեն կամ ու եթե դու Աստված մի արած քո ամինան անջատես, քեզ կարող են երկրից դեպորտ անել։ Ինձ դա պատմում էին Ռուսաստանում, այսինքն կա այսպիսի երևույթ ու մենք հայերս եւս դրա հետ առնչվում ենք նույն Ռուսաստանում ու հիմա մենք ունենք մի երևույթ, մենք խոսում ենք դրա մասին, որ պետք է երբ զանգահարում ենք Yandex, ասենք, որ գիտեք հնդիկ չուղարկեք, այսինքն այդ cancel culture-ը, բոյկոտի այդ մշակույթը փորձում ենք նաև ռասիզմի դրսևորումով այստեղ ներդնել։ Ես կարծում եմ դրանով շատ լուրջ պետք է զբաղվել, շատ լուրջ տուգանքներ պիտի լինի, նման խոսույթ գեներացնողներին, նման քայլեր անողներին, եթե իրա վրա բողոքեն, ասենք 2 անգամ կամ 3 նույն հնդիկները կամ եսիմով, շատ լուրջ պատասխանատվության է պետք է ենթարկել։ Որովհետև դա բնորոշ է ավտորիտար հետամնաց երկրներին։ Բայց օրինակ երբ Միացյալ Նահանգներից այս կոչը հնչում։ Դե Միացյալ Նահանգների գոհար ջան, Գլենդելը Միացյալ Նահանգներ չի։ Ես գիտեմ այդ տեղը, այնտեղ մի հատ ինչ-որ մի հատ գետո է, որտեղ որ մարդիկ 90-ականներից եւ 70-ականներից որ ապրում են, հենց տենց էլ ապրում են, ասենք, իրանք ոչ անգլերեն գիտեն, իրենք չեն գնում համերգների, իրենք չեն գնում տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների եւ այլն եւ այլն։ Օրինակ ես կոնկրետ ընդդեմ ունեմ շատ սակավատիվ հանդիսատես, որին ողջունում եմ, բայ դեպ մի մտածեք գամ էլի խաղամ։ Բայց բոլորը չեն համատարած այդ, ինչ որ մի հատվածն է, որտեվ ես ես եղել եմ այլ մարդկանց եմ հանդիպել։ Մենք ուրիշ մարդկանց մեջ ենք շփվում, գոհար։ Մենք որ գնում ենք, մենք չենք շփվում էլ բոլորի հետ։ Իմ ներկայացմանը որ գալիս են, ով ասես չի գա, ստեղել, ով ասես չի գալիս, ինքը գիտի որ ասենք, տեղ ասենք մի հատ տեղա, որտեղ իրան ասենք հետարքի չի։ Չես չեմ ասում ես բարձր արժեքներ ու բան եմ, հետարքի չի ուղղակի, հա։ Եվ որ ասես դա Ամերիկայում ապրում, չէ, ինքը Ամերիկայում չի, ինքը երրորդ մասում ապրում 70-ական թվականների, երբ որ Զեյնաբ Խանլարովա են լսում։ Բաքվում միացնում է ժամը 6-ին, ինքը այդ մակարդակի մարդ է։ Ու ոչ միայն ինքը, ես չեմ ուզում իրան թիրախավորեմ, չեմ եկա։ Եկեք անձերով չպայմանավորենք, ուղղակի խոսենք երևույթի մասին։ Այդպիսի սեգմենտ կա, որ իրանց թվում է, թե իրանք վերին արտիցորենն են։ Իրանց թվում է, թե հայը դա բան, տենց բան է, իմ ինչա բան, հայը հայ ու ես իմ ինչա, բայց դե բացի այնտեղ որտեղ որ չկա Սփյուռք, որ ասում ես Արմենիա, ասում Ալբանիա կամ բան Ռոմանիա, այդ ինչա, չեն իմանում։ Մեզ թվում է, թե մենք աշխարհի կենտրոնն ենք, հա։ Այդպես չի։ Մենք շատ գործ ունենք անելու, որպեսզի դառնանք կենտրոնին գոնե մի քիչ որ գոնե ճանաչեն ոչ թե Քիմ Քարդաշյանի բարեմաստություններով կամ Շարլ Ազնաուրի, ասենք, որպես պրոստը ֆենոմեն, հա, այլ որպես ազգ։ Հենց ոնց որ գիտեն, ասենք, չգիտեմ, ասենք, հրյաների ինչ ասեմ, որևէ այլ ազգ։ Շատ ազգ կա, որ ասենք գիտեն, որ տենց ազգ կա։ Ես կանգնած եմ այրոպորտում,
մի հատ տղա հարցեց, ասեց ուրա քո երկիրը, ես մինչև գտա մատով ցույց տվեցի, ասեց հա, այս որտեղ է, ասեմ Թուրքիայի եւ Պարսկաստանի մեջտեղն է, հա, ասում այդպես երկիր կա։ Եվ այդ երկրի մարդը, որ ունի նաեւ սփյուռք, որը որ լավ կյանքից չի գոյացել, ինքը կարող է վերևից նայի ուրիշներին։ Դա քնձռոտության հասարակության արձագանքը ինչի ցուցիչներ շատերը ընդվզեցին եւ հակառակը սկսեցին պաշտպանել նաև նույն կոչ հասրեցին, որ սա ռասիզմ է, հստակ ձևակերպեցին, այսինքն ձևակերպումը հստակ է, ռեակցիան հստակ է, սա ռասիզմի դրսևորում է, որը անթույլատրելի է։ Առանց անձերի անցնելու, առանց վիրավորանքների անցնելու, ասեցին, որ սա անթույլատրելի է։ Հասարակության արձագանքը ինչի մասն է խոսում, մենք այդքան հասունացել ենք, թե դա էլի բաբլի մի մաս է, մենք չգիտենք, թե մնացածը ինչ են մտածում։ Գուցե այլ շերտեր մտածում, որ ճիշտ է։ Ինչ չի թվում, որ սա հասարակությունը նույն ձևի է մտածում, բանա, պարզ է, ունենք եւ նենց եւ նենց։ Մենք պիտի այն հատվածի հետ, ով որ այը տենց է, ով որ տենց ցածր ինտելեկտ ունի, ցածր արժեքներ ունի, պիտի հետ աշխատել։ Ինձ մեր հայրենակիցներն են, մեր միսուարունն է, մեր դենկանա, մեր դենեթենա, հա։ Իրանց չի կարելի ավելի շատ ստորացնել կամ ավելի շատ բան, չէ, ուղղակի կա դպրոց, կա հերոստատեսություն, հա, կա բան, տենց ասենք դա պիտի կամած դա բան անի, սոցիալական ռեկլամներ, որի մասին ասենք ես դարեր շարունակ խոսում եմ, բայց մարդ չի լսում, հա, ասենք ցույց տալ, ասել, որ գիտեք ինչ, սենց է, կյանքը вообще ճիշտ ձևը դա է, հել, եթե դու ուզում ես կապիկից տարբերվել, դու այդ կապիկն էլ չէ, եթե օրանգուտանը, ասենք շիմպանզե է տեսնում, ագրեսիա է սկսում, չեն կարող հարաբերվեն իրար հետ, որտեղ իրանք տարածք ունեն, բանց տեղ ասենք ինքը արդեն նշել է, այդ իր տարածքն է, ուրիշ գալիս է վատը, մենք մարդ ենք ու այս կլոր երկրագունդը դիեզերքից չի երևում, հերիք չի բաժանել ենք սահմանների, հերիք չի տարբեր լեզուներով ենք խոսում, տարբեր կրոններ ենք ստեղծել մեզ համար, հələ հերիք չի մի հատ երկրում, որը գլոբուսի վրա չկա, մի քիչ մեծ գլոբուս, որ պիտի լինի, որ վրա, այսքան ասում, գլոբուսի, որ այսքան գլոբուսի վրա չի, գիտես, չի երևում։ Տպել ենք արտեզ են Գերմանիայում, տպել Հայաստանը չկա, մոհասավ հայ կներեք, մոռացել ենք։ Հասկանում ասում, թուրքերը չեն արա, չի երևում այդ անտերը, հասկացեք։ Այդ երկրի բնակիչը կամ այդ երկրի երկացիչը ասում է հնդիկները, բան հնդիկ, արա դու գիտեք Հնդկաստանը ինչ է։ Սաղն հանցանք հաջորդ թեմային, ընտրական տուրիզմը, որովհետև մենք ականատես եղանք ընտրական այս շրջանում, թե ինչպես տարբեր քաղաքացիներ գալիս էին, ասում էին, որ կքվեարկենք 7-ի չվերթով արագ կմեկնենք, որ եթե հանկարծ Աստված մի արասե որևէ բան սկսի։ Ու սրա վերաբերել եւս մեծ դիսկուրս գնաց, մի մասը պնդում էր, որ ընտրական օրենսգիրքը պետք է վերանայվի հենց երկխաղաքացիության մասով, ու մարդիկ, որոնք այստեղ փոփոխություններ մտցնեն, երկխաղաքացիություն կարող եք ունենալ, բայց ընտրելու իրավունք ունենան որոշակի այսինչ պահանջներին։ Այ դուք, որ եւ այստեղ եք ապրում, եւ այնտեղ եք ապրում, ինչ ձեր պատկերացումը, ինչպիսին պետք է լինի։ Իրավունք ունի ընտրելու դրսի ապրողը այստեղի քաղաքական ընտրությունների մասնակցելու չունի, ինչի մասին է։ Դա մասին ես այդ դիսկուրսի մասնակցեցի, որքան հնարավոր է Մալիքի շրջանակներում, նաեւ մի հատ ինտերվյու եմ տվել։ Ինձ թվում է այն մարդը, ով որ մասնակցում է իշխանության ձևավորմանը իր հարկերով, իր ծառայություններով, իր ստեղ մնալով կամ չգիտեմ, ինքը իրավունք ունի ընտրելու։ Այն ով այնտեղ ապրում, ոչ հարկատալի, ոչ բարակածառայում, ոչ ընտրի որ ինչ։ Ոչ թե դա դիսկրիմինացիա է։ Չէ, ուղղակի, ասենք, ես այլ ծելեում եմ աշխատում։ Ինձ շատ պետք է ձեր ծելեի բանով, ասենք, ղեկավարնով։ Հա, հետո նայում եմ այդ ծելը, լավն է, կամ վատն է։ Բայց ես չեմ մասնակցում, դուք մասնակցում եք, չէ, ես պետք է չլինեմ, պետք է ներպես տեղ ռեմոնտ արեք, ստեղ ես արեք, որտեղ դուք եք ստեղ։ Եթե դու հարկ չես տալի, դու ոնց ես ուզում ձևավորել, չէ՞ որ իշխանություն ձևավորել դա պայմանագիր է, չէ՞, պայմանագիր է, ստորագրում ես դու, որ ես ձևավորել եմ իշխանություն, ընդ որում ընդդիմությունն է իշխանություն։ Ես ձևավորել եմ երկու թև իմ ընտրությամբ, ընդդիմություն եւ իշխանություն,
որտեղ ես տեղ եմ ապրում, որտեղ ես հարկ եմ տալիս, դուք իմ փողայք ես բան, ես քաղացի, ասենք, նալոգ եմ տվել, Նիկոլ աշխատավարձ ստանում, չէ՞, կոպիտ ասած։ Ես իրավունք ունեմ ընտրելու։ Դու Մոսկվայից կամ էսի Պակիստանից, չգիտեմ, եկել ես որ թռնես ժամը 7-ին, դու իրավունք չունես։ Դրա համար այս ինչ-որ կարգավորումներ պետք է, ես իրավաբան չեմ, չգիտեմ կոնկրետ ինչ կարգավորումներ, բայց տրամաբանությունը դա է։ Պիտի մասնակցի նա, ով որ շահառու է դրա։ Եթե դու շահառու ես, ուրեմն պիտի մասնակցի, ոչ թե վիրտուալ արարեք ուզենք Հայաստանում Պողոսելնի, լավ կլի Պողոսելնի։ Ինձ հարցրել ես, կամ քեզ հարցրել են։ Ձեր ստեղծագործական թեմաներից նաև մի քիչ անդրադառնանք այս քաղաքական թեմաների վերաբերյալ, դուք քանի որ քաղաքական սատիրիկներից եք, որը ծիծաղի միջոցով է փորձում ներկայացնել քաղաքական այդ իրավիճակները, արդյոք այս վերջին շրջանի նախընտրական, հետընտրական այդ գործընթացները տեղ կգտնեն ներկայացումներում, թե ներկայացում կունենաք բոլորովին այլ թեմաներով։ Ես ներկայացումներ ունեմ տարբեր թեմաներով, մեծ մասը իհարկե այդ թեմաներով չի, ասենք ես խաղալու եմ ամսի 29 տարին քեզ հետ ներկայացնում, որ բացարձակ քաղաքական չի, հասարակական է։ Հասարակական է, իսկ ի՞նչն է առանցքում։ Ընտանիքների, հայ ընտանիքների արժեքների բանի մասին, ասենք տենց կանայք, բռնություն, տղամարդկանց հանդեպ բռնություն, մենակ դուք եք առաքավորվել, մեզ էլ են բռնանում մեզ վրա, так что Իսկ այդ ներկայացման համար հիմք ի՞նչն է հանդիսացել։ Իմ ընկեր հոգեբաններից մեկը տվել է ինձ պատմել է այս մի քանի պատմություն իր кейսերից, ինքը դատական հոգեբան է, եզրակացության ուսումնա տալիս։ Որ սենց դեպքեր են եղել, ինձ մի երկու պատմություն շատ կպան։ Հատկապես տղամարդկանց բռնության։ Մեկը տղամարդն է, մեկը կինն է, մեկն է իմ հորքորի պատմությունն է, այսպես ասած։ Հա, եւ ես արեցի եռապատում, դա կոչվում է Տարինց քեզ հետ եւ դա որպես ժանր կարելի ասել դոկումենտալ տրագիկոմեդիա է, որտեղ դա փաստավավերագրական ներկայացում է, եղել են այդ դեպքերը։ Ու բազաններ ուրիշ են տեղանք, ուրիշ ապահովում արվեստ է վերջո։ Հա։ Եվ ամսի 25 կամերայնում խաղալու եմ։ Դե հետո ասված տա, երբ որ վերանորոգ եմ Սարի թատրոն այնտեղ եք խաղամ, հետո երբ եմ խաղում բանում Հա, այնտեղ խաղացել եմ արդեն։ Մի հատ եմ խաղում, չէ՞ ինչ որ դու ինձ լավ գիտեցի։ Տարբեր տեղեր։ Հա, Մաղթում եմ ստեղծագործական այս շրջանում, որ եկել եք Հայաստան, հարուստ, բեղուն, այսպիսի ներկայացումների շարք ու սիրով կսպասենք։ Համեցեք, որովհետև իհարկե հիմնական հանդիսատեսը ստեղ, հա, հիմնականը ստեղ է, ինչ խոսք։ Լոս Անջելեսում շատ սակավաթիվ տարբերվում են հանդիսատեսները Հայաստանում։ Իմ հանդիսատեսը չէ, նույնն է։ Բայց երբ որ ուրիշ դաշտից է գալի, այսինքն որ վաղուց չի եղել Հայաստանում բան, ինքը մի քիչ այլ կերպ է, ասենք ընկալում ամեն ինչ, մի քիչ բարդ է ընկալում, որովհետև այնտեղ ապրում են լրիվ այլ կյանքով։ Դե նաև սպეციფიկ հումորներ կան, որը հումորների մասին չի հոմեա, ներկայացումը միայն հումոր չի, աշխարհընկալման խնդիր կա, ռեակցիա տալու խնդիր կա, դա լրիվ առանձին թեմա է, ավելի պետք է առանձին պատմեմ, որ թե չի ընդհանրապես հանդիսատեսս կկորցնեմ Լոս Անջելեսում։ Շնորհակալություն Սերգեյ հարցազրույցի համար, տաղավարում հասարակական, առհասարակ ռասիզմի ինֆլուենսերների այդ կարծիք ձևավորողների պատասխանատվության մասին խոսեցի դերասան, քաղաքական սատիրիկ Սերգեյ Դանիելյանի հետ։ Շարունակեք իրադարձությունների զարգացմանը հետևել Առաջին լրատվականի եթերում եւ չմոռանաք բաժանորդագրվել մեզ։